Եվրոպական երկրներից շատերում բանտերը շարունակում են մնալ գերբեռնված, իսկ մասնագետներն էլ ավելի հաճախ են սկսել խոսել ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունից։ Եվրոպայի խորհրդի պրոբացիոն եւ բանտերը Եվրոպայում տարեկան զեկույցի համաձայն մեկ տարվա ընթացքում 2024 թվականի հունվարից մինչև 2025 թվականի հունվար ժամանակահատվածում պրոբացիոն վերահսկողության տակ գտնվող անձանց թիվը աճել է 2.7%-ով, մինչդեռ եվրոպական բանտային համակարգերի գրեթե կեսը շարունակում է գործել գերբնակեցվածության կամ առավելագույն ծանրաբեռնվածության պայմաններում։ 2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ Եվրոպայի 36 երկրների պրոբացիոն ծառայությունների վերահսկողության տակ գտնվել է ավելի քան 1.433.000 մարդ, միջին հաշվով յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով պրոբացիոն վերահսկողության տակ է եղել 154 անձ։ Զեկույցի համաձայն Հայաստանը շարունակում է դասվել պրոբացիայի բարձր ցուցանիշ ունեցող երկրների շարքին։ 100,000 բնակչի հաշվով մեզ մոտ պրոբացիոն վերահսկողության տակ է 430 մարդ։ Այս ցուցանիշով Հայաստանը զիջում է միայն Լեհաստանին, Թուրքիային եւ Վրաստանին։ Միաժամանակ Եվրոպայի խորհուրդը ուշադրություն է հրավիրում նաեւ պրոբացիոն ծառայությունների ծանրաբեռնվածության վրա։ Զեկույցի համաձայն Հայաստանում պրոբացիոն աշխատանքներում ներգրավված մեկ աշխատակցին բաժին է ընկնում 78 մարդ։ Կարծում եմ դա միջինացված թիվն է, որը մեդիանն է, այսինքն միջինացված թիվը շատ ավելի մեծ է լինելու, քան մեդիանը եվրոպական։ Մասնագետները նաև նշում են, որ Հայաստանի պրոբացիոն ծառայությունն իրականացնում է բազմաթիվ այլ գործառույթներ, որոնք չեն բխում պրոբացիայի դասական ընկալումներից։ Պրոբացիայի պարտական գործը դա պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում վարկի նկատմամբ վերահսկողությունն է, պատիժը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողությունն է եւ պարզից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ վարկի վերահսկողությունն է եւ հանրային աշխատանքը։ Իրական բում պրոբացիայի գործառույթների փոխարեն մենք այսօր բազմաթիվ այլ ֆունկցիաներ կատարում, որոնք շատ պրոբացիայի գաղափարախոսությանը հարիստ չեն։ Փորձագետների դիտարկմամբ պրոբացիայի հիմնական նպատակը կրկնահանցագործության ռիսկերի գնահատումը ու կանխարգելումը, անհատական վերականգնողական ծրագրի մշակումը եւ անձի հասարակության վերաինտեգրման նպաստումն է։ Միաժամանակ մասնագետները նշում են, որ ծառայության արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն օրենսդրական կարգավորումներով, այլև ծառայության գործառույթների հստակ տարանջատմամբ, ծանրաբեռնվածությամբ եւ անհրաժեշտ ռեսուրսներով։ Ծնելիության ցուցանիշները Հայաստանում շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվել է 32,042 ծնունդ, 2024-ի 33,593-ի եւ 2023-ի 36,590-ի դիմաց։ Պաշտոնական տվյալները ներկայացրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, նշելով, որ նվազում է նաեւ պտղաբերության գործակիցը, մեկ վերարտադրողական տարիքի կնոջ հաշվով ծնվող երեխաների միջին թիվը։ Ըստ նախարարի, ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար անհրաժեշտ է փոխել հանրային մտածողությունը եւ պետական աջակցության ծրագրերի միջոցով խրախուսել ծնելիության աճը։ Մտահոգիչը սովետական վերջին տարիներին մեր մոտ 75-76 հազար նորածիններ էր լինում ամեն տարի։ Հիմա մենք խոսում ենք 34, 35, 36-ի մասին։ Հիմնականում ասենք 3 ուղղությամբ են էլի ծրագրերը լինում պետական։ Առաջինը խթանում են ծնելիությունը, այսինքն առաջի երեխայի կապակցությամբ երկրորդի, երրորդի ֆինանսական լուրջ օգնություններ։ Դեռ հաջորդը դա կանանց հետ կապված, ասենք 6 ամիս հետո հեռավար ձևով աշխատեն։ Երրորդը կասեի հիմնականներից է երիտասարդ ընտանիքների համար ավելի էժան հիպոթեկային հարմար վարկերով բնակարաններ տրամադրել։ Ինչ է անհրաժեշտ առողջապահական որակյալ համակարգ ունենալու համար, ենթակառուցվածքներ, նյութատեխնիկական բազա եւ իհարկե որակյալ մասնագետներ։ Առաջին երկուսի մասով Հայաստանում մեծ առումով բողոքելու տեղ չունենք, իսկ այ վերջինը խնդիրը։ Հաճախ լսած կլինեք, որ մարզային այսինչ հիվանդանոցում կա այնինչ թանկարժեք բժշկական սարքը, բայց դրանից գլուխ հանող, օգտվելու ունակություն ունեցող մասնագետ չկա։ Միայն ապահովագրության ներդրման արդյունքում մենք միջինում առաջնային օղակում 30-40%-ի աշխատավարձի աճ ունենք։ Սա նշանակում է, որ բոլոր բժիշկներին է բարձացել, սա նշանակում է մեծամասամբ բոլորին է բարձացել է, բայց լինում են առանձնակի ամբուլատորիաներ, ովքեր օրինակ ունեն
որոշակի ֆինանսական բարդություններ նախկինում կուտակած պարտքերի։ Առողջապահության նախարարը խոսում է հիմնական այն գործոնի մասին, որի պատճառով բժշկական հիմնարկներում մասնագետների համալրման խնդիր է առաջանում։ Խոսքը բնականաբար փողի մասին է։ Բժիշկները շարունակում են արտագաղթել դեպի Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ, այնտեղի բարձր աշխատավարձերի պատճառով։ Սրանից բացի երկրում նկատվում է նաև ներքին արտահոսք։ Մարզերից մասնագետները տեղափոխվում են Երևան, իսկ պետական բուժհաստատություններից մասնավոր բժշկական կենտրոններ։ Մեր բոլոր նեղ մասնագետները, ովքեր որ ունեն ծանրաբեռնվածություն, նրանց աշխատավարձը անգամներով աճել է։ Մեր ակնաբուժների, նյարդաբանների եւ էլի շատ մասնագիտություններ ունեցող անձանց աշխատավարձը չեմ ասում տոկոսով, անգամներով աճել է, ինչը հենց մեր նպատակն է։ Ունենք մասնագետներ, ովքեր 1 միլիոն դրամից ավել աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակով։ Եթե մենք վերցնում ենք արտահիվանդանոցային նեղ մասնագետներից, ապա մենք այդտեղ խնդիր ունենք, օրինակ ֆիզիատրները, ինֆեկցիոնիստները բոլորը այս պահին լքում են պոլիկլինիկաները, որովհետև իրենց աշխատավարձը շատ ծիծաղելի է։ Թեև վերջին տարիներին առաջնային ուղղակի բժիշկների վարձատրությունը որոշ չափով բարձրացել է, բայց դեռևս չի կարողացել մրցակցել միջազգային շուկայի առաջարկների հետ։ Նշում են մասնագետները, գլոբալ աշխարհում այլևս պետք է հաշվի առնել ոչ թե արտերկրում շահավետ առաջարկների գործոնը ևս։ Հիմնականում անեստեզիոլոգներն են արտագաղթում, սրտաբաններն են արտագաղթում, ընդհանրապես նեղ մասնագետները, որովհետև նրանք ունեն բավականին լուրջ նեղ մասնագետների կարիք։ Ամենամեծ խնդիրը այս պահին նկատվում է նեղ մասնագետների համալրման process-ում։ Օրինակ, անեստեզիոլոգները մարդիկ ումից կախված է վիրահատության բարեհաջող ընթացքը եւ ավարտը մեծ տեմպերով լքում են բժշկական ոլորտը կամ երկիրը։ Մասնավորապես երիտասարդ շատ մասնագետներ մեկնում են Գերմանիա, որտեղ պարզեցված կարգով ներգրավում են աշխատուժ Հայաստանից։ Չորրորդ կուրսից սկսած մեր ուսանողները սկսում են սովորել գերմաներեն, անգլերեն, մեծ պահանջարկ ունեցող այդ քննությունները տալիս են եւ արտագաղթում են։ Պետական բժշկական համալսարանը դառնում է այլ երկրների համար էժան աշխատուժ ձևավորող ու դա տարիների ընթացքում բերելու է կադրային մեծ կրիզիսի, եթե մենք պետական մակարդակով մոտիվացնող խնդիրներ չառաջացնենք։ Ըստ մասնագետների մասնագիտական շարունակական զարգացման եւ պարտադիր հավաստագրման համակարգը եւս բազմաթիվ բժիշկների համար դարձել է ֆինանսական եւ ժամանակային լրացուցիչ բեռ։ Հատկապես փորձառու մասնագետների մի մասը նախընտրում է լքել համակարգը, քան համալրվել նոր պահանջներին, ինչը ել ավելի է խորացնում կադրային ճգնաժամը։ Ամռան շոկը վտանգավոր է ոչ միայն արևահարումով, բարձր ջերմաստիճանը ժամերի ընթացքում սովորական ճաշը կարող է վերածել վտանգավոր սննդի։ Առաջին հայացքից անվնաս թվացող մթերքում հիվանդացին միկրոօրգանիզմները արագ են բազմանում, առաջացնելով սննդային թունավորումներ եւ սուր աղիքային վարակներ։ Ամենավտանգավորն այն է, որ սննդի արտաքին տեսքն ու հոտը հաճախ չեն փոխվում եւ մարդը չի էլ կասկածում, որ այն արդեն վտանգավոր է։ Մասնագետները հիշեցնում են, վարակներից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը ձեռքերի ճիշտ լվացումն է։ Դա պետք է անել հատկապես սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ։ Աղիքային վարակիչ հիվանդությունների ազդիչները ճանճերը օրինակի համար կարող են տարածել, ասենք որևէ կեղծված մակերեսի վրա, նստեն սանդամաթերքի վրա, որը պաշտպանված չի, կարող են տարածել աղիքային վարակիչ հիվանդությունները։ Վտանգը միայն սննդով չէ, որ սահմանափակվում է, շոկ օրերին օրգանիզմը նաև արագ հեղուկազրկվում է, ինչը հանգեցնում է օրգանիզմի պաշտպանական համակարգի նկատելի թուլացման։ Այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում բավարար քանակությամբ ջուր օգտագործել։ Հանգիստը բնության գրկում անցկացնելու դեպքում էլ զգոնությունը կրկնապատկել։ Անտառապատ գոտիներում հանգիստը անցկացնողներին միջատներն ու տզերը կարող են փոխանցել մի շարք վարակիչ հիվանդություններ։ Դրանցից պաշտպանվելու համար անհրաժեշտ է օգտագործել ռեպելենտներ եւ կրել հնարավորինս փակ ու պաշտպանիչ հագուստ։ Միշտ ցանկացած բաժարը հոսող ջրի տակ պարտադիր պետք է լվացվեն։ Շուկշացող սննդամթերքը պարտադիր սառնարաններում պետք է ցանկալի է որ դրանք փակ սառնարաններում մտնեն, մի հատ նշկություն էլ կա, որ եփած սննդամթերքը պետք է գտնվի հումից ավելի բարձր դիրքում բարձր դարակների վրա։ Մեխանիկորեն չկեղտոտելու դա էլ ասենք որոշակի իր նշանակություն ունի։ Սննդամթերքի պատրաստման հարցում պետք է անպայման ունենան բավարար չափով գործիքներ կամ ասենք բիջույքներ, ինչ-որ պարագաներ սննդամթերքի մշակման, որպեսզի չխառնվեն հումը եւ սննդամթերքի։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում ընդգծում են ամառային վարակների մեծ մասն իրականում կանխարգելելի է։ Բավական է պահպանել անձնական հիգիենան, սնունդը պահել անվտանգ պայմաններում, խմել շատ ջուր, խուսափել կասկածելի սննդից եւ պատասխանատու լինել ճանապարհորդելուց առաջ։
Մի քանի պարզ կանոնների պահպանումը կարող է կանխել առողջական լուրջ խնդիրներն ու ամառային հանգիստը դարձնել անվտանգ։ Կառավարության ընդունած որոշմամբ Գյումրիում բնակվող փոխհատուցում չստացած ընտանիքները պետական աջակցություն կստանան ֆինանսական օգնության կամ բնակարանների հատկացման տեսքով։ Դեռևս հստակ չէ, սակայն, թե մինչև 2031 թվականը կգործեն արդյոք տնակներում բնակվող ընտանիքների համար սահմանվող այս պայմանները։ Ըստ նախատեսվածի խարխուլ կիսավեր տնակների ապամոնտաժման գործընթացը արդեն պետք է ավարտված լիներ։ Մինչդեռ իրավասուները խնդրին վերջնական լուծում տալու նպատակով շարունակում են ինչպես փոխհատուցման տրամադրման, այնպես էլ ապամոնտաժման իրականացման մեխանիզմներին վերաբերող քննարկումները։ Պաշտոնական տվյալներով անցած տարի 30, այս տարի 23 տնակ է ապամոնտաժվել, ու եթե մոտ 2400 տնակների ապամոնտաժումը այս տեմպերով շարունակվի, ապա դրա համար շուրջ 80 տարի կպահանջվի։ Փորձագետները շեշտում են ծրագրի առաջնահերթությունը ոչ թե համայնքային հողերի տնակներից ազատումը, այլ աղետից տուժած եւ արդեն 37 տարի տնակներում ապրող մարդկանց բնակարաններով ապահովումը պետք է լինի։ Նրանք իրատեսական չեն համարում նաև խնդրի վերջնական լուծման հիշատակվող վերջնաժամկետները։ Առաջարկում են մինչև 2027-ը ապամոնտաժել համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, իսկ բնակիչներին վերաբնակեցնել։ Հետևյալն է, մինչև 27 թվականը, որը ես իրացել եմ ասել, չի իրականացվող բան է։ Կարող է իրականացնել, բան չունեմ ասել, ոստիկանությունով, բանակով, չգիտեմ ինչով, մոտ 2000 ընտանիքի փողոց լցնես, բայց արդյունք ինչ կտա մեզ, ոնց ընտանիքներ, տարեցներ, մանկասակ երեխաներով տնագից հանես տնագը քանդես, մասնաց փողոց լցնես։ Վիճակագրական կոմիտեի ուսումնասիրության համաձայն, եթե 2019-ին Շիրակում ծայրահեղ աղքատ է եղել մարզի բնակչության 1.7%-ը, ապա 2025-ին այդ ցուցանիշը հասել է 2.2%-ի։ Բարձր է նաև աղքատության ցուցանիշը գրեթե 43%։ Պետությունը մոտ 400 ընտանիքի բնակարանով ապահովելու պարտավորություն ունի։ Գյումրեցի կինն էլ, որ մեզ հետ զրույցում ցանկացավ անանուն մնալ, ասում է. 30 տարի է տնակում են ապրում։ Լսել են կառավարության որոշման մասին, բայց թե ուր պետք է գնան, ինչ անեն, գաղափար անգամ չունեն։ Տեսած լսել եմ այդ որոշման մասին, բայց այս պետության հետ, այս ղեկավարության հետ հույս կապելը անհնար է։ 30 տարի ու ցավել, կխոսան, կմնա այդ ամեն ինչը թղթի վրա, ամեն ընտրություններին ես կհիշեմ, որ մեզի խոստումների ցանկով կգային թոմիկները, այս տարի կվերանա, այն տարի կվերանա։ Ուտպես եկանք հասանք այսօրվան։ Գյումրիի քաղաքային իշխանությունն էլ օրերս հայտարարեց անօթևանների խնդրի լուծման անհրաժեշտության մասին։ Հայտարարվեց նաև, որ Գյումրիում շատ կիսակառույցներ կան, որոնք կարելի է ավարտին հասցնել ու անօթևաններին բնակարանով ապահովել։ Ցանկ են կազմել կառավարություն ուղարկել։